Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Մկրտչյան։ Ողջույն Նարեկ ջան։ Պարոն Մկրտչյան, դատարանը որոշեց մեկ ամսով երկարաձգել ուժեղ Հայաստան կուսակցության ղեկավար միլիարդատեր Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը։ Եղբայրը դատարանի բակում հայտարարում էր, որ տղեն տղայա, կապ չունի բերտում, թե հացի հերթում, դուք ընդհանուր ինչպես եք այս մոտեցումը գնահատում, որ ընտրությունների նախաշեմին ըստ միջազգային ինստիտուտի հարցումների երկրորդ ուժը համարվող կուսակցության ղեկավարը սահմանափակումների մեջ է։ Բացառապես իրավական դաշտի եւ իրավական հարթության վրա է այս հարցը։ Իրավապահ մարմինները եւ դատական իշխանությունն են դա որոշում եւ այստեղ ես որևէ պարագայում չեմ ուզում խառնվել իրավապահ մարմինների գործողություններին, իսկ ինչ վերաբերում է տղեն տղայա հացի հերթում թե բերթում, սա էլ արժե համակարգի մասին է խոսում մարդկանց, սա էլ մարդկանց պատկերացումների, մարդկանց առհասարակ արժե համակարգի խոսում ցցում օրինակ է եւ սա այստեղ էլ մեկնաբանություններն ավելորդ են։ Մարդը արել է հայտարարություն, իրավապահները տեսել են հանցակազմ այդ հայտարարության մեջ, հիմա էլ իրավական գործընթաց է գնում եւ այս պարագայում կարծում եմ որևէ մեկը չի կարող կարծիք արտահայտել որպես այդպեսին, այնքան ժամանակ, քանի դեռ հարցը գտնվում է իրավական տիրույթում։ Բայց այնուհանդերձ սա խնդրահարույց չէ, երբ որ ընտրություններ են, նախընտրական շրջան է ու հիմնական մրցակիցներից մեկը սահմանափակումների մեջ է։ Միջև ընտրությունները եւ միջև մրցակից լինելը, եկեք ֆիքսենք, որ այդ մարդը արել է հայտարարություններ եւ միջև անգամ շարժում սկսել է կուսակցություն բացել է, այդ մարդու հայտարարություններին հետեւել է իրավական գործընթաց։ Եվ այն պնդումը, որ ես ինքս եմ արել դեռևս իր այդ հայտնի հայտարարությունից օրեր անց, որ Սամվել Կարապետյանը նպատակ է հետապնդում եկեղեցու պաշտպանության քողի տակ սողոսկելու Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտ եւ զբաղվել քաղաքականությամբ, այս մարդիկ սվիններով էին ընդունում եւ դատի էին տալիս։ Հիմա ինչի մասին է խոսքը։ Իրավական գործընթացը մեկնարկել է մինչև նրանց քաղաքականության մեջ մտնելը։ Այլ հարց, որ իրավական գործընթացներից խուսափելու համար եւ պաշտպանվելու համար հարմար է քաղաքական աստար տալը, հարմար է քաղաքական որևէ կուսակցություն բացելը, կուսակցության ինքնահռչակ նախագահ կամ ղեկավար կարգվելը եւ խնդիրները այդ հարթության վրա դիտարկելը։ Սամվել Կարապետյանը արել է հայտարարություն մինչև կուսակցություն բացելը, մինչև անգամ իր ձևով հայտնի շարժումը սկսելը։ Ինչի մասին է խոսքը։ Ինչ կապ ունի այստեղ ընտրությունը եւ կուսակցությունը, այսինքն 2026 թվականի հունիսին կայանալիք ընտրություններին ովքեր որ ցանկություն են արտահայտում մասնակցել, բայց միևնույն ժամանակ խնդիր ունեն իրավապահ համակարգի հետ, երբ որ իրավապահները անդրադառնան իրեն, սա ենթադրում է իրենից, որ ընտրությունները կապ ունեն կամ ընտրություններն են պատճառը։ Ով էր խոսում ընտրությունների մասին, երբ որ Սամվել Կարապետյանը Մայրաթորի բակից Կտրիչ Ներսիսյանին ի պաշտպանություն իր ձևով հայտարարություններ էր անում։ Եվ դուք իշխանության կողմից տեսնում եք քայլեր իրավիճակի այնպիսի իրավիճակի ստեղծում, որ այդ ուժը չգրանցվի, մասնավորապես նկատի ունեմ արտաքին հետախուզական ծառայության վերջին հայտարարությունը, ըստ որի կոնկրետ երկրում, որի անունը չի բացահայտվում, գործարարների ստիպում են, որ ներդրումներ ունենան գումարային, մարդկային ռեսուրսի առումով, որ Հայաստանի ընտրություններին կոնկրետ քաղաքական ուժի ընտրեն։ Ես տեսնում եմ, թե չեմ տեսնում, անկեղծ ասած ես այդ միտումը մինչև այս պահը չեմ տեսնում, բայց առնվազն կարող եմ ասել, որ ակնկալում եմ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները եւ մասնավորապես եւ հիմնականում քաղաքական դաշտում պրոցեսների վրա ազդեցություն պետք է ունենան, այն շրջանակներն ու այն ուժերը, ովքեր որ կառավարվում են դրսից կամ կասկածներ կա, որ կառավարվում են դրսից, ֆինանսավորվում են դրսից,
Այդ ուժերը պետք է մեկուսացվեն քաղաքական դաշտից եւ այդ ուժերի առաջամարտիկը կամ ցուցակում առաջին համարը զբաղեցնում մեր ձևով շարժումը կամ Սամվել Կարապետյանի կողմից գլխավորված քաղաքական ուժը։ Սա գաղտնիք չի, որ Սամվել Կարապետյանը դոլարային միլիարդատեր է դարձել Ռուսաստանի Դաշնությունում, գաղտնիք չէ, որ նրա անշարժ գույքի կապիտալի 85%-ը կենտրոնացած է Ռուսաստանի Դաշնությունում, գաղտնիք չէ, որ Սամվել Կարապետյանն ինքն իրենով չափից ավելի խոցելի տեխնացու է։ Հիմա այս համատեքստում պետք է արգելել օրինակ Ռուսաստանի Դաշնությունում միլիարդավոր դոլարների կապիտալ ունեցող անձնավորությանը Հայաստանի Հանրապետությունում քաղաքականությամբ զբաղվելու հարցում նրան պետք է արգելակ հանդիսանալ, դուրս թողնել քաղաքական պրոցեսներից, թե ոչ, միանշանակ այո, եւ որքան շուտ այնքան լավ։ Եվ այս համատեքստում ես կարծում եմ իրավապահ համակարգը արդեն իսկ փաստեր է հավաքագրում, այդ փաստերն ակնառու են, ակնհայտ են եւ բոլորիս աչքին տեսանելի են ամեն օր Հայաստանի Հանրապետության տարբեր անկյուններում եւ մի X պահի, որը հուսով եմ post factum չի լինի, ընտրություններից հետո չի լինի, ինչ որ մի X պահի ընտրություններից առաջ X քաղաքական ուժերի իսկ այդ X քաղաքական ուժերից առնվազն մեկին կարող ենք բացահայտել դա մեր ձևովն է կամ ուժեղ Հայաստանը պետք է արգելվի ընտրություններին մասնակցել։ Արգելվի ընտրություններին մասնակցել Մոլդովայի օրինակը կիրառելով եւ բարեկամ Ֆրանսիայի օրինակը կիրառելով։ Հիմքում ինչ դնել, որ նա Հիմքում դնել, որ նա ապրել է Ռուսաստանի Դաշնությունում ունի միլիարդավոր դոլարների հասնող կապիտալ, ի վերջո նրա ներկայացրած ցուցակը եւ կուսակցությունը որպես այդպեսին մարդիկ են ներկայացնում այդ կուսակցությունը, ովքեր ծոցագրպանում ունեն առնվազն մի քանի երկրի քաղաքացիությունը հաստատող եւ հավաստող անձնագիր։ Ֆինանսական թափանցիկության հարցը պետք է բերվի առաջ ի վերջո, որտեղից այդ գումարները, այդ ինչ գումարներ է, ով է տալիս։ Առհասարակ մրցակցային է այդ համատեքստում գնալ ընտրությունները կլինեն մրցակցային, թե չեն լինի մրցակցային։ Գիտեք, հիմա այնքան հեշտ է կանգնել եւ հատկապես նաեւ իշխանության տարբեր ներկայացուցիչներ այդպիսի հայտարարություններ են անում, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները տեղի են ունենում ազատ, արդար, թափանցիկ եւ մրցակցային մթնոլորտում։ Ազատ, արդար, թափանցիկի մասով ես համաձայն եմ եւ ունեմ շատ քիչ վերապահումներ, բայց մրցակցայինի հարցով ես ունեմ բազմաթիվ վերապահումներ։ Այդ կեղտոտ ֆինանսական միջոցներով կառավարվող եւ ֆինանսավորվող մեդիա դաշտը, կեղտոտ ֆինանսական միջոցներով Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտի վրա ազդեցություն ունենալու փորձերն ու անհատները, դրանք հեչ մրցակցային ընտրությունները մեջ այդպիսի մրցակցային ընտրություններ չեն լինում։ Ես միջին վիճակագրական Հայաստանի Հանրապետության քաղաքացիս ուղղակի չեմ կարող մրցակցել Սամվել Կարապետյանի միլիարդների հետ։ Չեմ կարող մրցակցել Ռոբերտ Քոչարյանի թալանած կեղտոտ միլիարդավոր դոլարների հետ։ Չեմ կարող մրցակցել մյուս թալանչիների եւ ուզուրպատորների հետ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում։ Գուցե Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիրը իշխանական լծակներից օգտվելով վարչական ռեսուրսը օգտագործելով ֆինանսական միջոցների տիրապետելով կարողանում է մրցակցել Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան այս տրիոյի դեմ։ Բայց ներողություն, ես եւ մնացած այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր ժողովրդի ծոցից են իրոք դուրս եկել եւ ժողովրդի դարդով ու ցավով են առավոտից երեկո տարապում, մրցակցային ընտրությունների մասին խոսել չենք կարող։ Որովհետև կեղտոտ ֆինանսը թևածում է Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում։ Այ երբ որ այդ կեղտոտ ֆինանսի ճանապարհը կփակվի կամ այդ կեղտոտ ֆինանսի կիրառման ճանապարհը կփակվի եւ իրավամբ ընտրությունները կլինեն մրցակցային, այն ժամանակ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական դաշտը գուցե առողջանա։ Պարոն Մկրտչյան, բայց տեղական օլիգարխների հետ մրցել, դրսից արտահանված կամ ներմուծված օլիգարխների հետ մրցել, ուզուրպատորներ գողեր կարգել, մուրճը մոռանալ առհասարակ այդ ինչ մուրճ էր, որ 2021-ին տվել էր քաղաքացին եւ հիմա էլ նոր այսպես մրցակցություն բեմադրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, կներեք, ես այդ խաղի մասնակիցը չեմ եւ չեմ դառնա երբեք։ Եվ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին էլ հորդորում եմ այդ շրջապատույտի մեջ բնավ չմտնել եւ
Եվ էլի եմ կրկնում եւ օգտվելով առիթից եւ քո թույլտվությամբ Նարեկ ջան, հերթական անգամ կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին դաշտում գործող առողջ քաղաքական ուժերի վրա ճնշում գործադրել իրենց քաղաքացիական դիրքերից, որպեսզի առողջ այլընտրանք ներկայացվի Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Իրատեսական է, որ Ռուսաստանից տասնյակ հազարավոր մարդկանց կուղորտ են գալ Հայաստանում ընտրությունների մասնակցել եւ դա գործնականում ինչպես է հնարավոր։ Օրինակ ինքնաթիռը միջինում լավ առավելագույնը 250 մարդ է տեղավորում։ Եթե առավելագույնով վերցնենք 250, քանի չվերթ պետք է անեն, որ այդ մի քանի 100,000-ը գա հասնի Հայաստան։ Իրատեսական է, որ այնտեղից մեր հայրենակիցներին կուղարկեն Հայաստանի Հանրապետություն կհորդորեն եւ կսպառնան, գուցե նաեւ ճնշումներ գործադրեն այդ քաղաքացիների վրա, որ այստեղ ընտրություն կատարեն եւ ընտրեն ձևիստներին կամ Պուտինի սրտի ծայրագավառապետին, սա քննարկման տեղ անգամ չի տալիս։ Քննարկման տեղ անգամ չի տալիս եւ սա ակնհայտ է, որ Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունները տեղի խամաճիկ հայ գործիչների միջոցով այդ ճնշումները գործադրելու են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա, ովքեր Ռուսաստանի Դաշնությունում են ապրում, լավ ուրիշ չի, որ այնտեղ են ապրում, հացի ու դեղի խնդիր են լուծում։ Այդ քաղաքացիների վրա գուցե ճնշում լինի, բայց ես գրեթե համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության այդ քաղաքացիները օգտվելու են հնարավորությունից, ծախսելու են Կիրիենկոյի կեղտոտ փողերը, գալու են Հայաստանի Հանրապետություն, պատտվելու են Հայաստանի Հանրապետությունում, ծախսելու են Կիրիենկոյի կեղտոտ գումարները իրենց հաճույքների վրա, գնալու են մտնելու են ընտրախցիկ եւ 30 վայրկյան, երբ որ մենակ մնան իրենց խղճի հետ, իրենք ճիշտ ընտրություն են կատարելու։ Եվ այդ քաղաքացիներին էլ, ովքեր տուրք են տալիս ճնշումներին, ովքեր պատրաստվում են հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության ընտրություններին գալ մասնակցել կամ ում բերում են Հայաստանի Հանրապետություն, որպեսզի ընտրություններին մասնակցեն, թող իրենք այս պարզ ճշմարտությունը հիշեն, որ կարելի է Կիրիենկոյի կեղտոտ գումարները ծախսել, վերջում գնալ եւ խղճի առաջ մաքուր մնալով ճիշտ ընտրություն կատարել ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այդ ընտրությունը կատարելու են։ Այնպես չի, որ Ռուսաստանի Դաշնությունում հաստատված ճնշման թիրախ դարձած բոլոր քաղաքացիները Սամվել Կարապետյաններ են Ռուսաստանի Դաշնությունում կամ Արա Աբրահամյաններ կամ լավագույն դեպքում, չգիտեմ, կարոծ ասկամամբ եկեղեցականներ կամ մերձ եկեղեցականներ։ Դրանք մարդիկ են, ովքեր լավ ուրիշ չի կրկնում են, որ Հայաստանի Հանրապետությունից գնացել են, ամեն օր, ամեն րոպե, ամեն վայրկյան իրենց սրտում փափագ են պահում վերադառնալու Հայաստանի Հանրապետություն եւ իրենք շատ լավ գիտակցում են Հայաստանի Հանրապետություն վերադառնալու միակ ճանապարհը Հայաստանի Հանրապետության զարգացումն է, Հայաստանի Հանրապետությունում խաղաղության հաստատումն է եւ Հայաստանի Հանրապետության հավաքական արևմուտքի հետ համագործակցությունն է։ Իսկ գոյացված պետության մեջ ապրող քաղաքացին շատ լավ է գիտակցում, թե իսգոյի կարգավիճակը ինչ հետևանքներ է ունենում։ Իսկ Ռուսաստանի Դաշնությունը իսգոյացված պետություն է այսօր։ Կիսատ պրատ հայտարարություն տարածել, պետության անունը չտալ, քաղաքական ուժի անունը չտալ, ճնշող։ Նարեկ ջան, համբերություն։ Ես կարծում եմ, ես իսուր չեմ նշում եւ լիահույս եմ, որ իրավապահ համակարգի ողջ մեքենան գործում է, նրանք մեզանից ավելի լավ տեսնում են, թե ինչա Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենում, նրանք մեզանից ավելի լավ տիրապետում են իրավիճակին, հիմա ուղղակի փաստագրման եւ փաստահավաքագրման շրջան է եւ կա քարերը հավաքելու ժամանակ եւ քարերը նետելու ժամանակ։ Հիմա իրավապահ համակարգը զբաղված է քարերը հավաքելով։ Քարերը նետելու ժամանակը վստահ եմ ընտրություններից շատ կարճ ժամանակ առաջ գալու է։ Եվ հայտնի Տեր-Պետրոսյանական ծերունական զեղումներն ու հայտարարություններն էլ հենց սրա մասին է։ Ակնհայտ կոչը ՀԱԿ-ի հետ համագործակցել, ակնհայտ կոչը համախմբվել ռուսաստանցի օլիգարխի շուրջ, ակնհայտ ծածուկ կոչը նաև ընդհուպ այդ իրադարձությունների զարգացման պարագայում ՀԱԿ-ի ցուցակը տրամադրել այդ շրջանակին, սրա մասին է։ Ինչ իրենք չեն գիտակցում, որ օրենք են խախտում։ Առավոտից երեկո 5 կետերը
ավտոբուսների վրա փակցրած նախընտրական 5 կետերը, որ հիմնակարային կետեր են նրա համար, 1000 ու մի եկեղեցի, 300,000 աշխատատեղ, 1000 ու մի գործարան, չգիտեմ, պարապ գործերի մինիստրություն, սեքսի նախարարություն եւ այլն եւ այսպես շարունակ առավոտից երեկո դրանց ավտոբուսների վրա փակցրված Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում պատտվում է։ Օրենքի խախտում չի դա։ Ներողություն, քարոզարշավը սկսվում է ընտրություններից 1 ամիս առաջ։ Հա, բայց նաև օրենքը ասում է, որ քարոզարշավի այդ շրջանում կարգավորումներ են սկսում գործել, իսկ ամբողջ ընթացքում ուժերը ազատ են անել այն, ինչ ուզում են։ Մեկ ավտոբուս էլ Նիկոլ Փաշինյանն է քշելով ման գալիս Հայաստանում։ Դե դա բալավ չի, բայց իմ ասածը հենց այստեղ է, որ սա մրցակցային ընտրությունների մասին չի։ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունի 1 ավտոբուս վարձելու պատտվելու, Սամվել Կարապետյանը հնարավորություն ունի 101 ավտոբուս վարձելու եւ պատտեցնելու Հայաստանի Հանրապետության տարածքում։ Իսկ Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական քաղաքացին իր սովետական արտադրության Ժիգուլիով Հայաստանի Հանրապետությունում քարոզարշավ չի կարող անել։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, միջին վիճակագրական քաղաքացին, ամեն խոշոր քաղաքում անգամ 1 շտաբ չի կարող պահել որպես այդպիսին, բայց ֆինանսական թափանցիկության հարցը ով պիտի լուծի։ Բայց Սամվել Կարապետյանին մեկը չպիտի ասի, ընկեր դու 3 երկրի քաղաքացի ես, այդ ինչ վստահությամբ ես Հայաստանի Հանրապետությունում իշխանություն վերցնելու հայտ ներկայացնում։ Այդ ինչ վստահ հայտարարություններ եք անում, որ սահմանադրական նորմը կա, հարմարեցնեք Սամվել Կարապետյանին, սահմանադրական կարգ տապալելու մասին եք հայտարարում։ Էլ չեմ ասում խոստումները նարեք, абսուրդի հասնող խոստումներ, խմբվածության համար վարորդական իրավունքից զրկված վարորդներին վարորդական իրավունքներ շռայլել։ Զրկված վարորդական իրավունքով բոլոր վարորդներին վարորդական իրավունք, այդպես լավ չի։ Հայտարարեք, որ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում ոչ մի մարդասպան, ոչ մի բռնաբար չի մնալու, բաց ենք թողելու բոլորին։ Դա էլ է քվե, չէ՞։ Այսինքն կներեք, այդ ամեն ինչը պետք է սահման ունենա։ Եվ գաղտնիք է մեզ համար, որ Սամվել Կարապետյանը Ռուսաստանին է հարում կամ Ռուսաստանից է ուղարկվել այստեղ կամ եկել այստեղ։ Գաղտնիք է, որ Ռուսաստանի Դաշնությունը մեր դեմ հիբրիդային պատերազմ է վարում։ Գաղտնիք է, որ Ռուսաստանի Դաշնությունում նպատակ են հետապնդում քողարկված Հայաստանի Հանրապետության անկախությունից եւ ինքնիշխանությունից զրկել։ Սա գաղտնիք է։ Չենք գիտակցում, իրավապահները չեն տեսնում։ Իհարկե տեսնում են, իհարկե գիտակցում են, եւ քանի դեռ, սա էլ եմ ուզում ասել Նարեկ, քանի դեռ քաղաքացիական պայմանագրի համար քաղաքական նպատակահարմարությունը խոսում է նրա մասին, որ իրենք ընտրությունների այս համատեքստով գնալու պարագայում կարող են ջախջախել Կիրենկոյի մեքենային, տապաններով, Ծառուկյաններով, Կարապետյաններով եւ այսպես շարունակ, Քոչարյաններով եւ Յուրարբանյակներով քաղաքացիական պայմանագիրը քաղաքական նպատակահարմարությունից ելնելով գնալու է իր համար հարմար ընդդիմության ձևավորելու ճանապարհով եւ այդպիսի խորհրդարան ունենալու ճանապարհով, որովհետեւ միանշանակ է, որ քաղաքացիական պայմանագրի համար Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, բոլոր նախկին իշխանությունների հետ կապ ունեցող անձինք եւ շրջանակները բռնցքամարտի տանձիկի են վերածվելու խորհրդարանում։ Սա ակնհայտ է։ Այն պահին, երբ որ քաղաքական նպատակահարմարությունը այլ բան կթելադրի, այսինքն Գյումրի 2 սցենարը հավանական կլինի։ Վստահեցնում եմ ձեզ, որ այս ուժերի ամենամեծ կտորը ականջը կմնա։ Վստահեցնում եմ ձեզ։ Լավ, պարոն Մկրտչյան, տեսեք, հիմա ասում եք սահմանադրություն ուզում են Սամվել Կարապետյանին հարմարացնել, բայց Նիկոլ Փաշինյանն ում է ուզում սահմանադրությունը հարմարեցնել։ Ասում է, այս անկախության հռչակագիրը դա կոնֆլիկտային է, մեզ պետք չէ, բայց դա հայ ինքնության մասին է, հայ պատմության մասին է։ Հիմա չի ստացվում, որ մենք մի կողմից ունենք, ինչպես նշվում է, ռուսական ազդեցության ուժեր, մյուս կողմից էլ ունենք ադրբեջանական ազդեցության ուժեր, ով է պահանջում Հայաստանի սահմանադրությունից անկախության հռչակագիր անել, Ադրբեջանի նախագահ բռնապետ Իլհամ Ալիևը, սա ինչպես կներեք։ Լսեք,
Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղը այդ թվում մեջը։ Բա ուր եք դուք օրինակ նարեք կամ մեր մյուս հայրենակիցներ, ովքեր կիսում են ձեր կարծիքը կամ ձեր հարցի մեջ իրենց դիրքորոշումն են տեսնում եւ իրենց են տեսնում։ Այ օրինակ Հայաստանի Հանրապետության դիմագիծն է, անցյալն է, պատմությունն է եւ այսպես շարունակ։ Դա էլ Ալիևի պահանջն է։ Բա որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը ճանաչում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղը դրա մեջ։ Բայց քաղաքացիները ինչի չեն խոսում։ Բա Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ինչի չէր կանգնում եւ իր անհամաձայնությունն արտահայտում կամ վարչապետի ասելով կանգնում ու հեղափոխություն անում։ Կներեք մենք ջայլամային քաղաքականության գործընթացների մասնակից չի, լրագրողը տարբեր թեմաների վերաբերյալ Okay, մենք որպես հանրույթ, որպես ժողովուրդ պետքա սովորենք իրողությունների հետ հաշվի նստել, թե ոչ։ Պետքա ի վերջո ջայլամային քաղաքականությանը որպես այդպեսին վերջ տանք, թե ոչ։ Մենք կրկնում եմ, ճանաչել ենք Ադրբեջանի որպես պետություն, Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղը մեջը ներառյալ։ Հիմա բացատրեք ինձ խնդրում եմ։ Սահմանադրության մեջ Լեռնային Ղարաբաղը մայր Հայաստանին միացնելու փափագը, երազանքը, ցանկությունը, նորմը, կետը, ինչ ուզում եք անունը դրեք։ Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ մնում է, որի սահմանադրության մեջից էլ չի հանվում այն տարածքային պահանջները, որը Հայաստանին է ներկայացված։ Ադրբեջանն ասում է, ես 18 թվականի իրավահաջորդն եմ։ Լսեք, Ադրբեջանի սահմանադրությունը ինչ ասում, ինչ չի ասում, ինձ համար առաջնային է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը իր մեջ անվտանգային ռիսկեր եւ հավելյալ ջղաձգումներ հարևանների մոտ չառաջացնի, հատկապես հետպատերազմյան։ Հարևանին է պահանջում, դա նորմալ է։ Կներեք, ես նորից եմ կրկնում, հատկապես հետպատերազմյան Հայաստանի Հանրապետությունը իրավունք չունի ուղղակի հարևաններին գրգռող որևէ կետ, որևէ նորմ, այդ թվում նաև սահմանադրության մեջ պահելու, ինչու։ Որովհետև Հայաստանի Հանրապետությանը ես գիտակցում եմ, որ օդի ու ջրի նման անհրաժեշտ է ժամանակ վերականգնվելու, ժամանակ զարգանալու, ժամանակ ուժեղանալու, ժամանակ ինստիտուտներ կայացնելու։ Կներեք, մենք հիմա եկե հասել ենք մի փուլում, որ եթե Արցախ անունը տալիս ես ու եթե միակ ժեկի պետի պաշտոն ունես, քեզ ապալ-թապալ բան են անում, ազատվելու դիմում գրելու բան են տալիս, հրաման են։ Կներեք, ինչ Արցախ կներեք։ Ինչ Արցախ։ Լավ, մենք չենք ասում գնում ենք Արցախը գրավենք պատերազմով, բայց մենք նաև երբ որ պատմությունից ենք խոսում, չենք կարող, չէ՞ Արցախի։ Պատմությունը անհերքելի ճշմարտությունն է, որը գրված է, պատմությունը պատմաբանների քննության առարկա է, պատմությունը պատմաբանների համար բանավիճելու առարկա է։ Աշխատանքից ազատվում է։ Պատմականորեն ակնհայտ է, որ հազարամյակներ այդ հողի վրա հայեր են ապրել, պատմականորեն ակնհայտ է, որ երբեք որպես այդպիսին Լեռնային Ղարաբաղը անկախ պետություն որպես այդպիսին չի եղել, առավել ևս չի եղել Արցախի Հանրապետություն։ Գիտնականին աշխատանքից ազատում են, գիտնականը, որը խոսացել է Արցախի մասին, աշխատանքից ազատվել է, ընդ որում արտաքին քաղաքականություն չվարող գիտնականը ազատվել է աշխատանքից Վենսի հետ Արցախի մասին խոսելու համար։ Ես կարծում եմ գիտնականը առնվազն շինարար չի եւ լավ գիտակցում է, թե Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական հենասյուներն ու հիմնակարերը որտեղ են։ Ու այս համատեքստում նարեկ քո թույլտվությամբ նաև թրիշկ կատարե մեկ այլ կարևոր հարց։ Տեսեք, օրվա իշխանությունը շատ հետևողական է այս հարցում, ընդհանուր գիտնականին է աշխատանքից ազատում այդ բառն արտաբերելու համար։ Այս համատեքստում օրվա իշխանությունը պետքա երկակի ստանդարտներին էլի վերջ տա։ Քաղաքականությամբ պետք է զբաղվեն ուժեր եւ շրջանակներ, որոնք համաձայն են օգոստոսի 8-ի համաձայնագրերի հետ, ովքեր Հայաստանի Հանրապետության ապագա Եվրամիության կազմում են տեսնում, ովքեր Արցախ եւ Հայաստանի Հանրապետության 29743 քառակուսի կիլոմետր տարածքից մի սանտիմետր դուրս Հայաստանի Հանրապետություն չեն տեսնում եւ հենց այս
հանրագումարից պետքա ծնվի թե օրվա իշխանությունը, թե օրվա ընդդիմությունը։ Եվ այստեղ օրվա իշխանությունների հետ համաձայն եմ, հավելյալ ռիսկեր, անվտանգային խնդիրներ, պահանջներ, որ կարա թշնամու կողմից այդպես ձևակերպի Հայաստանի Հանրապետության ներսում պիտի ուղղակի չլինեն։ Պարոն Մակրտչյան, մի քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի լայվն էի նայում Սյունիքի մարզում, կապանում ասում է մենք մեր ձեռք բերած սպառազինությունը կցուցադրենք, եթե դա չընկալվի հարևանների կողմից ագրեսիայի ցուցադրություն։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը երբ ուզում է իր այդ զինվորական շքերթները անում է, իր զենք զրահը ցույց է տալիս, ու իր պետքը չի։ Հայաստանում դա սպառնալիք են ընդունում, ասում են, վայ իմ հարևանես ինչ լավ է, զինված հա, իրանց մեր ոչ մի կարծիք չի հետաքրքրում։ Բայց հիմա մենք ինչու ենք մեր ունեցածը ցույց տալու համար հələ մտածում, թե Ադրբեջանում կամ Թուրքիայում ինչ կմտածեն։ Սա արդյոք ինչ որ ճնշում չէ կամ սա կամ ընդհանրապես դուք ինչպես կմեկնաբանեք, որ Նիկոլ Փաշինյանը նաև հաշվի առնում, թե թուրքերն ու ադրբեջանցիք ինչ պետք է ասեն։ Նիկոլ Փաշինյանը եւ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր ղեկավար ստիպված է հաշվի նստել տարածաշրջանային պետությունների հետ։ Առավել եւս հարակից հարևանների հետ, որոնց հետ ուղղակի չկա դիվանագիտական հարաբերություններ եւ ակնհայտ մեր հետ հաշվի չի նստում։ Լսեք, Նարեկ, ես նորից եմ կրկնում, ակնհայտ թշնամաբար տրամադրված պետություններին հավելյալ գրգռելը, հավելյալ բորբոքելը եւ առանց այն էլ կրակի մեջ գտնվող տարածաշրջանում եւս մի տաք հակամարտության գոտի բացելը մեզ ինչ է տալու։ Ակնհայտ է, չէ, որ խաղաղությունը որպես այդպեսին ձևավորված խաղաղությունը, արկա խաղաղությունը շատ փխրուն է եւ յուրաքանչյուր պահի ուղղակի կարող է փլուզվել։ Յուրաքանչյուր պահի կողմերից մեկը կարող է իր դեստրուկտիվ գործողություններով հասնել նրան, որ տարածաշրջանում մի նոր տաք հակամարտություն սկսվի կամ սառեցված հայ-ադրբեջանական պատերազմը վերսկսվի։ Թուրքիան հավելյալ պահանջներ ունենա Հայաստանի Հանրապետությունից։ Թուրքիան եւ Ադրբեջանը Շուշիի հռչակագիրը ի վերջո աշխատեցնեն Հայաստանի Հանրապետության դեմ։ Ախր մենք այս տարածաշրջանում եթե հնարավորություն ունենայինք Հայաստանի Հանրապետության տակ անիվներ դնելու, Հայաստանի Հանրապետությունը Շվեյցարիայի հարևան պետություն դարձնելու, ես առաջին այդ կոչ կանեի ու կասեի ժողովուրդ ջան, եկեք լծվենք այդ գործին։ Բայց քանի որ չունենք այդ հնարավորությունը եւ մենք ստիպված ենք լինելու հազարամյակներով այս տարածաշրջանում ապրել, հարատև պետականություն ունենալ, եթե մենք այդպիսի հերահար նպատակներ ունենք, մենք պետք է հարևանների հետ էլ հաշվի նստենք։ Լսեք, դու չեք կարող մի ձեռքով ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մյուսով գալ երկրի ներսում, այ դրանով են զբաղվել տարիներ շարունակ։ Գալ երկրի ներսում սահմանադրության մեջ պահել Լեռնային Ղարաբաղը մայր Հայաստանին միացնելու մասին կետ։ Չի կարող այդպես լինել։ Մեզ տարիներ շարունակ այդ ստով կերակրել են։ Արցախի հանրապետություն կեղծ եզրույթով այդ փուչիկով են կերակրել։ Հող հանձնողին կհանձնենք հողին թեզով են կերակրել։ Տարածաշրջանի ամենամարտունակ բանակ թեզով են կերակրել։ Արդյունքը տեսել ենք, չէ։ Արդյունքը այս խեղճ ու կրակ ժողովուրդը իր մաշկի վրա զգացել է, չէ։ Ինչ պետք է անի օրվա իշխանությունը։ Ադրբեջանին հակադրվի։ Զենքի ցուցադրությամբ սպառնա։ Արժանապատիվ խաղաղության, ինչ եք մտածում, որ եթե արժանապատիվ խաղաղության գտնեն, դա պետքա պատերազմի հանգեցնի։ Լսեք, արժանապատիվ խաղաղությունը ո՞րն է, մի հատ ասեք։ Հայաստանի Հանրապետության պետական շահը վեր է դասվելու ամեն ինչից։ Հայաստանի Հանրապետության պետական շահը այսպես թե այնպես վերադասվում ամեն ինչից։ Եվ այդ համանadrության մասին էլ երբ որ դուք խոսում եք, օկուպացված եւ ներկայացնում եք իբրև Ադրբեջանի պահանջ, Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական փոփոխություններ կլինեն, չի լինի վստահ եմ անկախության հռչակագիրը Լեռնային Ղարաբաղի մասով, առնվազն Հայաստանի Հանրապետության քաղաքացին կգնա կամ կընտրի կամ կմերժի այդ սահմանադրությունը, ինչի մասին է խոսքը։ Ժողովուրդը չի որոշում։ Ինչի պրոբլեմ ունենք մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների որոշման հետ։ Ու ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին գնալու է ու իր քվեարկությամբ այդ նորմա, այդ կետը հանելու է սահմանադրությունից։
Որովհետև ժողովուրդը 30 տարի շարունակ իր մաշկի վրա դրա հետևանքները կրել ու տեսել է։ Լուսնի շենքի չէ։ Լավ, պարոն Մկրտչյան, մի րոպե, մենք դա հանեցինք, պատերազմի վտանգը մեր կողմից չեզոքացվեց, բայց որ Ադրբեջանի սահմանադրության մեջ գրված է, որ Ադրբեջանի Հանրապետությունը 1918 թվականի Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդն է, որը նաև ենթադրում է գիտեք ինչ տարածքային պահանջներ ներկայիս Հայաստանի Հանրապետությունից, դա պատերազմի վտանգ չի համարվում, դա չպետք է չեզոքացնել։ Դա բանակցությունների առարկա է եւ կարծում եմ բանակցողները Ադրբեջանի հետ նաեւ բանակցում են այդ հարցի շուրջ, որ իրավիճակը չբորբոքել, իրավիճակը չլարել եւ հավելյալ պահանջներ չներկայացնել։ Ուշադրությունը ձեր հրավիրում եմ մեկ այլ հանգամանքի։ Տեսեք, Ադրբեջանը այո, իր սահմանադրությամբ իրեն համարում է 1918 թվականի մուսաֆաթական Ադրբեջանի հետնորդը եւ իրավահաջորդը, բայց մեկ այլ փաստաթուղթ ունի Ադրբեջանը ստորագրած եւ տաք գործողության փուլում այս պահին սահմանազատում եւ սահմանագծում իրականացնելու, որ իրականացվում է Ալմատի հռչակագրին հղում կատարելու։ Ինչի մասին Ալմատի դա ստորագրած, մենք էլ ունենք դա ստորագրած։ Ինչի մասին Ալմատի հռչակագիրը, որ Ադրբեջանը նույն այդ ստորագրություն, նույն այդ փաստաթղթի տակ դրել է ստորագրություն, որտեղ հաստատում է Խորհրդային Միության ժամանակ եղած եւ հաստատված քարտեզներով իր սահմանը։ Դե մենք էլ Հայաստանի Հանրապետությունն էլ է դա հաստատ է, ինչու է հիմա Հայաստանի Հանրապետությունից լրացուցիչ քայլեր պահանջվում սահմանադրության։ Որովհետև Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ կա կետ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս կազմող Լեռնային Ղարաբաղը Մայր Հայաստանին միացնելու մասին։ Շատ ակնհայտ ու պարզ է։ Շատ ակնհայտ ու պարզ է։ Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ կա այդպիսի կետ։ Եվ ցավոք սրտի իրողությունների բերումով եւ post factum արձանագրումով կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանը միջազգային հանրության առաջ լեգիտիմացրել է իր այդ դիրքորոշումը եւ միջազգային հանրության կողմից եւս կա այդ պահանջը։ Ինչի՞ դուք չեք տեսնում։ Տեսնում եք, չէ՞։ Մենք այլ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրում եթե փոփոխություն եղավ, մեկ այլ կարևոր հարցից էլ է հրաժարվելու, դա ցեղասպանության միջազգային ճանաչման հետքերով հետևողականորեն գնալն է, դա էլ է անհրաժեշտություն, որ դրանից էլ հրաժարվենք։ Ցեղասպանությունը անքննելի իրողություն է եղել, դարի ոճրագործություն, որը ճանաչել են եւ այլևս Հայաստանի Հանրապետության սեփականությունն էլ չի այդ հարցը, պետք է նշեմ, սա տասնյակ անկախ ինքնիշխան հզոր կայացած պետությունների սեփականությունն է այլևս, որովհետեւ բազմաթիվ առաջադեմ պետություններ ճանաչել են հայոց ցեղասպանությունը եւ այդ իրողությունը, որ այո, Օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ 1.5 միլիոն հայեր տեղահանվել են եւ ցեղասպանության են ենթարկվել։ Սա անհերքելի իրողություն է, որևէ մեկը չի կարող հերքել, սա նաեւ չի կարող արտաքին քաղաքականության հիմնակար դառնալ եւ հիմնասյուն դառնալ, որովհետեւ այն ինչ որ տեղի ունեցել 100 տարի առաջ, տպավորություն է ստեղծվում եւ կարող է նաեւ սեփ հանդիսանալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում, սեփ հանդիսանալ Հայաստանի Հանրապետության հարատեվության հարցում։ Մենք դասեր պիտի քաղենք մեր պատմությունից, թե չէ։ Մենք պիտի վերջո անցյալին նայելով եւ անցյալում տեղի ունեցած ողբերգություններով ողբալու փոխարեն ապագային նայենք, բաց աչքերով ապագային նայենք ու Հայաստանի Հանրապետության ու նրա սերունդների համար հարատեվության այդ բանին հանգած պետություն ունենալ։ Պետություն, որը հարատև կլինի, պետություն, որը չի մտածի վաղը մյուս օր անկախությունը կորցնելու մասին, պետություն, որը հարևանների հետ կունենա Zero problem բոլոր հարևանների հետ։ Ինչի այլ տարբերակ ունի Հայաստանի Հանրապետությունը։ Դուք այլ տարբերակ գիտեք 90 միլիոնանոց Թուրքիայի, 12 միլիոնանոց Ադրբեջանի միջակայքում, մեջտեղում Հայաստանի Հանրապետության այլ տարբերակ գիտեք։ Իսրայելը Հայաստանի Հանրապետությունը կարող է տարածքային պահանջներ ներկայացնի ցեղասպանության հիմքով Թուրքիային, Հայաստանի Հանրապետությունը կարող է տարածքային պահանջներ ներկայացնի Ադրբեջանին, Հայաստանի Հանրապետությունը Ինչ? Իսրայելը քանի միլիոն է։ Այ եկանք ամենակարևոր հարցին։ Իսրայելը քանի միլիոն է հարցը մի կողմ թողնենք պատասխանելու իհարկե բանով միտումով։
Այլ հարցին հարցով պատասխանեմ, Իսրայելը ում դաշնակիցն է։ Ամերիկան գնաց Հայաստանի եւ ասել է արի ես Իսրայելը Միացյալ Նահանգների դաշնակիցն է, Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության դաշնակիցն է։ Հայաստանի Հանրապետությունը միջև այսօր ունի 97 թվականի երկկողմ փոխօգնության պայմանագիր, որը գեթ մի պահ չի գործել եւ զուգարանի թղթի է վերածվել, Իսրայելը ունի պայմանագրեր Միացյալ Նահանգների հետ եւ հիմա համատեղ գործողություն են իրականացնում ամբողջ մերձավոր արևելյան պետությունների դեմ ըստ երևույթին։ Հետևությունները թողնում եմ ձեզ եւ Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքացիներին։ Այ որ ասում եմ մեզ հիմա հավելյալ անվտանգային ռիսկեր ու խնդիրներ պետք չեն եւ հին տատական խոսք կա ժողովրդի լեզվով ասած, ասում եմ մի ձեռքը որ չես կարողանում կտրել, այդ ձեռքը համբուրիր դիր ճակատիդ, մինչեւ ուժդ կպատի։ Շատ խորիմաստ ասացվածքը, շատ խորիմաստ եւ կյանքի շրջափուլեր անցած խոսքերը, որ պետքա հետևություն անել։ Հայաստանի Հանրապետությանը կրկնում եմ, օդի ու ջրի նման անհրաժեշտ է ժամանակ։ Ժամանակ վերականգնվելու, ժամանակ արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու, ժամանակ պաշտպանական ոլորտը դիվերսիֆիկացնելու, ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան բանակ կայացնելու, տարածաշրջանի Իսրայել դառնալու։ Սրա համար ժամանակ է պետք։ Այ որ Իսրայելի օրինակը բերում եք, շատ փայլուն օրինակ եք բերում։ Հայաստանի Հանրապետությունը ունի հնարավորություն տարածաշրջանի Իսրայելի վերածվելու, ունի հնարավորություն տարածաշրջանում Միացյալ Նահանգների համար հենակետ եւ հենարան լինելու։ Վենսն էլ սրա մասին էր ասում իր վերջերս կատարված այցելության ժամանակ։ Բայց մեզ այդ արանքում, այդ միջակայքում պետք է ուղղակի ոտքի տակ չընկնել, պետք է ուղղակի չտրորվել, պետք է ուղղակի մենք մեր ձեռքով մեր տունը չքանդենք։ Պետք է ի վերջո անցածից հետևություններ անենք, 100 տարի առաջ տեղի ունեցածից էլ հետևություն անենք, բոլորովին վերջերս 5 տարի առաջ տեղի ունեցածից էլ հետևություն անենք։ Ադրբեջանը ի տարբերություն մեզ 30 տարի շարունակ լուռ պատրաստվեց պատերազմի։ 30 տարի շարունակ։ Դիվանագիտական աշխատանք, մինչ նրանք դիվանագիտական աշխատանք էին տանում եւ պարարտ հող էին նախապատրաստում Լեռնային Ղարաբաղը իրենցը ներկայացնելու, Հայաստանի Հանրապետությունում կներեք արտահայտությանս համար թրիքոտ գեներալներ խոսում էին Բաքվում չայ խմելու մասին։ Այդ գոմաղբով դերևս ոտքերը գոմաղբի մեջ գտնված գեներալներ խոսում էին ինչ-որ բանը, անուտաչու թրջող սարքերին ճնճղուկի նման ավտոմատով հարվածելու եւ գցելու մասին։ Ու սրանք դոկտրին էին մշակում։ Արտաքին քաղաքականության դոկտրին, պաշտպանական դոկտրին, սրանք քաղաքականության կրողներ ու մշակողներ էին։ Հետևանքը տեսանք, չէ՞։ Շնորհակալություն, պարոն Մկրտչյան, հարցազրույցի Ես եմ շնորհակալ։